Ահավոր վիճակը, անգամ են առաջի դասարանի երեխեքը հերթ են կանգնում, որ մտնեն հերթ հասնի տուալետ։ Այս տուալետն է, որ օգտվում ենք, ահավոր վիճակ, դե պատկերացրեք։ Էրեբունու Վարդաշեն 6-րդ փողոցի 68 արշենքն է։ Նախկին կոմունալ բնակարաններով 5 հարկանի շենքում միայն մի քանի ընդհանուր զուգարան կա։ Ամեն հարկում 1 հատ։ Լողանալը ստեղը, տեղ չկա, ստեղ, ժողովուրդը տները կիպիծենիկով ջուր ենք տակացնում վեդրո, բերում են ստեղ լողանում են։ Բայց նույնիսկ այս անմարդկային պայմաններում գտնվող հատուկ են զուգարանները, որոնցից ամեն օր տասնյակ մարդ է օգտվում, այս շենքի գլխավոր խնդիրը չեն։ Քարերը դնդնում են, ինչ անեմ, փուլա գալենա, փուլա եկեսախ։ Իսկ գլխավոր խնդիրն այն է, որ այս շենքը ամեն րոպե կարող է փուլ գալ բնակիչների գլխին։ Այս շենքը նեխել է արդեն, տակով ջուր է գնում։ Հոսանքի կադրերը ջրատար խողովակների մեջով այս վիճակն է, պայմաններ չի, ուղղակի ժողովուրդը ոնց է ապրում ու ինչ ասում։ Դա մենակ ներսի ժողովուրդը գիտի։ Երևանում 4-րդ կարգի վթարային մոտ 1 տասնյակ շենք կա։ Վարդաշենի 6-րդ փողոցի 68 արշենքը եւ նրա կողքինը 66/1-ը նրանց թվում են եւ ենթակա են քանդման, բայց բնակիչները վախենում են, որ գործը կարող է տեխնիկայով քանդմանը չհասնել, շենքը ինքնուրույն կփլվի։ Տագնապ նահագնանում է, երբ ստորգետնյա ցնցումներ են լինում։ Ինձ մի երկրասարժեն մի բախեցան, չխ պատերը թափում։ Վայ, ասինք ելել են փողոցի մեջ չենք կարող 5 հարգիցի չենք այս վիճակի։ Անհնարի է։ Հələ այս պատը նայեք, ստեյս թափում է։ Նկարեք, այսին նայեք։ Շենքում ամենուր բորբոսի խոնավության կոյուղաջրերի հոտ է տարածված։ Պատերն ու առաստաղը ճակճկած են, տեղ-տեղ քարեր են թափվել, աստիճանների արանքներում ճեղքեր են երևում։ Պատշգամբների վիճակն այնքան վատ է, որ թաղապետարանն անցած տարի որոշ պատշգամբներ պարզապես ապամոնտաժել է, որ դրանք չփլվեն։ Նայեք, ապամոնտաժել են, արմատ բալկաները կտրել են, բալկոնը ապամոնտաժեցին, ասին քարաթափումներ ա լինում, առայժմ վտանգը այս տիպի կասեցրեցին։ Բայց փոխարենն այդ հատվածում նորմալ դուռ անգամ չկա դրված։ Լվացք փռելն այստեղ կյանքի համար վտանգավոր գործ է։ Անգամ երեխեքից ենք արդեն վախենում, որ ավելի լավ է թող այս դուռն էլ փակեն, երեխեքը խաղում են միջանցքում, վազելով գալիս են այստեղ, այս դուռն էլ է շարժում, այս դռնով կգնան ուղիղ արդեն ներքև։ Այս էլ է վտանգավոր, էսի մեզ համար ոչ մի բան էր, որ բերեցին, 2 պարան են կապել, դուռը փակեն են, որ օգտվենք, էսի օգտվելու ձև է։ Այս կալանավորը, որ կալանավորը ասենց այս պայմաններով չի նստած, ոնց որ մենք կալանավորից բետար պայմաններում ենք ապրում։ Իսկ դեռ մնացած հատուկենտ պատշգամբների վրա ոտք դնելը ռիսկային է։ Բալկոնը արդեն այսենց է եղել։ Պատնել առաջ է գալի, հեսա, սաղ ճաքերը, սրանք սաղ վերևը, հեսա, քանդված է։ Նայեք, էլ ինչ վիճակ է։ Քարերը սաղ հելնում են։ Էսի ժամ առ ժամ, շաբաթ, էսի հավանական է միանգամից գրթափվի։ Ցուրտ ու խոնավ տարբեր իրերով պատված երկար միջանցքների հետևում 12-13 քառակուսի մետրանոց խորշեր են, որտեղ ապրում են ընտանիքներ, երեխաներով ու ծերերով։ Եկեք նեքսեն մտեք։ Տիկին Ռիման նրանցից մեկն է։ 36 տարի այս բնի մեջ տարականների հետ հաց եմ ուտում։ Հենց մութն ենք տարականների իմ ընկերուհիներն են։ Հաց եմ ուտում։ Հիմա ինձ 4 պատ տան խնդրում եմ աղաչեմ քիշեցրեք Աստված եմ կանչեմ։ Ասում է դեռ քարոզարշավի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը եկել էր եւ խոստանում էր տարհանել իրենց։ Ավելի քան 1.5 տարի է անցել, Ավինյանն արդեն քաղաքապետ է, իսկ իրենք շարունակում են մնալ նույն վիճակում։ Փուլա գալի վրես, ես դուրոյնը մավարիցս ես ոնց ապնեմ ստե։ Վարդաշենի վթարային այս շենքի բնակիչներն այսօր հասել էին քաղաքապետարան նույն պահանջով, իրենց հնարավորինս շուտ հանել շենքից։ Խոստում ա տվել, որ ասեք կանենք, տարի ու կես ժամանակ տվեք, ժողովուրդ ջան, այդ հարցը կլուծվի, բայց տարի 7 ամիս է անցել, բայց սայլոտեղից չի շարժվում։ Պատասխանողը քաղաքապետարանի գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանն էր, ասաց, որ բնակիչներին նոր բնակարաններ գնելու սերտիֆիկատ պիտի տան, բայց գումարը մեծ է։ Հարցը ոչ թե քաղաքապետարանը, այլ կառավարությունը պիտի լուծի։ Մեզանից կախված չի։ Ումից է կախված։ Մենք խնդրել ենք կառավարությունից ամենօրյա ռեժիմով մեր ղեկավարությունը աշխատում է։ Մեզ պատասխան է եկել, որ բյուջետ չկա, փող չկա։ Այո, կառավարությունից փող չունեն, չկա տենց հասկացողություն։ Մարդու մտքին տեղ լինի, կճուճը եղ կլինի։ Բայց մինչ տարբեր պաշտոնյաներ ամիսները ինչ քննարկում են, Վարդաշենի վթարային շենքերի վիճակն անընդհատ վատթարանում է, իսկ բնակիչները շարունակում են ապրել անձրևաջրերից եւ ստորգետնյա ցնցումներից մաս առ մաս փուլ եկող շենքում։